Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է, որ երկրի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մասին Եվրամիության որոշումից հետո կառավարության և վրացական երազանք կուսակցության անդամները ստիպված են վիզաներ ձևակերպել ԵՄ մի շարք երկրներ ուղևորությունների համար։ Չնայած դրան մենք հանգիստ վիզաներ ենք ստանում, ես ինքս վիզայով եմ մեկնել ԵՄ երկրներից մեկը։ Դա բացարձակ խայտառակ որոշում է, բայց դա նրանց որոշումն է և նրանց իրավունքը։ Մենք պատրաստ ենք գործել այդ որոշմանը համապատասխան։ Կոբախիձեն հավելել է, որ իր կարծիքով Վրաստանը շարունակում է մնալ ժողովրդավարության առաջատարը Եվրոպայում, որտեղ ըստ Վրաստանի վարչապետի աղետալի վիճակ է։ Վրաստանի կառավարությունը հստակեցրել է Թբիլիսիում նոր միջազգային օդանավակայանի կառուցման և գործարկման ժամկետները։ Նոր օդանավակայանը նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի Վազիանի արվարձանում։ Այն առաջին ուղևորներին կընդունի 2031 թվականից հետո, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նոր օդանավակայանի թողունակությունը կկազմի տարեկան 18 միլիոն ուղևոր, 4,5 անգամ ավելի, քան Թբիլիսիի գործող օդանավակայանինը։ Նախագծի ներդրումային արժեքը գնահատվում է մոտ 1 միլիարդ 300 միլիոն դոլար։ Եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն անել, դա կարվի ժողովրդավարական ճանապարհով ընտրությունների միջոցով և ոչ թե դրսի հովանավորությամբ, հայտարարել է վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով այսօր վրացական պետությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ իշխանությունը շարունակելու է պաշտպանել երկրի շահերը։ Իհարկե, մենք ցանկանում ենք բարեկամություն Եվրոպայի հետ, ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ, հարաբերությունների վերաբերնում։ Երկակի ստանդարտները կտրականապես անընդունելի են։ Անդրադառնալով եվրոպական երկրներում դիվանագիտական անձնագրերի օգտագործման սահմանափակմանը, Կալաձեն նշել է, իր և իր թիմակիցների համար առաջնայինը ոչ թե անձնական հարմարավետությունն է, այլ երկրի շահերի պահպանումը։ Զարգացման ճանապարհ նախագիծը թույլ կտա Թուրքիայի աշխարհաքաղաքական հնարավորությունները վերածել համապարփակ տնտեսական առավելության, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Ստամբուլում գլոբալ տրանսպորտային միջանցքների համաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրումը, Հորմուզի նեղուցում և տարածաշրջանային օդային տարածքում անորոշությունը հիշեցրել են անվտանգ տրանսպորտային ուղիների կարևորության մասին։ Զարգացման ճանապարհը լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ է, որն ուղղված է երկաթուղիների և մայրուղիների ցանցի ստեղծմանը, որոնք նախատեսված են Ասիան և Եվրոպան միացնելու համար։ Այն ենթադրում է Իրաքի հարավում գտնվող Գրանդ Ֆաո նավահանգստի միացումը Թուրքիային։ Դրա իրականացման շնորհիվ Իրաքը ուղիղ ելք կստանա դեպի Եվրոպա։ Էրդողանն անդրադարձել է նաև Միջին միջանցքին, նշել, այն ունի երկաթուղային փոխադրումների միջոցով տարեկան ապրանքաշրջանառության 75 միլիարդ դոլարի ներուժ, իսկ դրա շրջանակներում նախագծերի իրականացումը կապահովի 114 միլիարդ դոլարի արտադրական էֆեկտ և կստեղծի տարեկան միջինը 144 հազար աշխատատեղ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է նախօրեին Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Նա ընդգծել է, որ Անկարան կշարունակի աջակցել Իսլամաբադին ահաբեկչության դեմ պայքարում։ Դատապարտում են Պակիստանի վրա նողկալի ահաբեկչական հարձակումը։ Թուրքիան շարունակելու է աջակցել Պակիստանին, որի հետ մեզ կապում են վաղեմի բարեկամական հարաբերությունները։ Ավելի վաղ Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Պահթունխվա նահանգում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 13 զինծառայող, ևս 24 մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ, վիրավորվել են։ Հական Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների երրորդ փուլը։ Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է արդեն կայացած բանակցությունների շրջանակներում կողմերի ընդունած որոշումների իրականացումը։ Մենք տեսնում ենք, որ ցանկություն կա տեղափոխվելու երրորդ փուլ։ Ռուսական կողմը նույնպես նախնական հայտարարություն է արել այս հարցի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք ընդունել և պատրաստ ենք միջնորդական դեր ստանձնել։ Մենք ցանկանում ենք նպաստել պատերազմի դադարեցմանը կամ ինչ-որ չափով թեթևացնել այդ պատերազմում տառապանքները, օրինակ գերիների, աճոնների, վիրավորների և երեխաների փոխանակման միջոցով։ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Ստամբուլում։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։ Վերջին օրերին Թուրքիայում գրանցվել է ավելի քան 150 անտառային հրդեհ, դրանցից 83-ը վերջին մեկ օրվա ընթացքում։
հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարը։ Նա հավելել է, որ հրդեհի հետևանքով տարհանվել են 16 բնակավայրերի բնակիչներ։ Պաշտոնյան ընդգծել է, որ հրդեհների պատճառների հետաքննությունը շարունակվում է։ Պաշտոնական տվյալներով հրդեհներից 8-ը Սաքարիա եւ Բիլեջիկ նահանգներում շարունակվում են։ Մի քանի գյուղ ամբողջությամբ այրվել է։ Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել նաեւ Իզմիրում։ Այն տարածվել է ուժեղ քամու պատճառով եւ ընդգրկել մի քանի շրջաններ եւ գյուղեր։ Բնակիչների տարհանումը շարունակվում է։ Հրդեհը մարելու համար ներգրավված է 18 հրշեջ ինքնաթիռ, 10 ուղաթիռ եւ տասնյակ միավոր ցամաքային տեխնիկա։ Հրդեհների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Իզմիրի օդանավակայանի աշխատանքը։ Նահանգապետի խոսքով մարդկային զոհեր չկան, բայց գույքին լուրջ վնաս է հասցվել։ Վերջին պաշտոնական տվյալով Թուրքիայում 17 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են անտառային հրդեհների բռնկման համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իսլամական համագործակցության կազմակերպության համատեղ հայտարարությանը եւ այնտեղ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին տեղ գտած ձևակերպումներին։ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրները համատեղ փաստաթղթում կարող են հարցեր առաջ քաշել, որոնք պարտադիր չէ, որ արտահայտեն բոլոր անդամների դիրքորոշումը։ Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին եւ կողմերին կոչ արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բաղային հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը լավ եւ հավասարակշռված հարաբերություններ ունի Բաքվի եւ Երևանի հետ։ Հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները։ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում գրել է, որ Մասուդ Փեզեշքյանին մի քանի ուղերձ է հղել։ Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակում, Իրանում Ֆրանսիայի քաղաքացիների եւ ֆրանսիական օբյեկտների պաշտպանություն, հրադադարի ռեժիմի պահպանում, վերադարձ բանակցային սեղանի շուրջ, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատանքի շուտ ապույտ վերականգնում Իրանում։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկա օրերին կշարունակի աշխատանքը այդ նպատակներին հասնելու համար։ Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով Իրանին առաջարկ է ներկայացնել վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Նոր փուլի ամսաթվի մասին տեղեկություններ դեռ չկան։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին BBC-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է բացառի Իրանի դեմ ցանկացած հարված, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը։ Պաշտոնյան հերքել է մեղադրանքները, թե երկիրը գաղտնի շարժվում է դեպի միջուկային զենքի ստեղծում։ Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել, որ մենք չպետք է հարստացնենք ուրանը, հակառակ դեպքում մեզ ռմբակոծելու են։ Ջունգլիների օրենք է։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ 12-օրյա ռազմական գործողություններից հետո, որոնց ընթացքում լրջորեն վնասվել են Իրանի մի քանի միջուկային օբյեկտներ, Պարսից ծոցի տարածաշրջանում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի սահմաններում։ Միջուկային անվտանգության տեսանկյունից Իրանի Բուշերի ատոմակայանը եւ Թեհրանի հետազոտական ռեակտորը ներկայացնում էին մեր հիմնական մտահոգությունը, քանի որ այդ օբյեկտներին ցանկացած հարված կարող էր առաջացնել ռադիոլոգիական վթար, հնարավոր հետևանքներով ինչպես Իրանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Դա տեղի չունեցավ եւ այդպիսով խուսափեցինք միջուկային անվտանգության ամենավատ սցենարից։ Ավելի վաղ Իրանը հայտարարել էր ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության դադարեցման մասին։ Այդպիսով գործակալության տեսուչները չեն կարող մուտք գործել Իրան ստուգումներ անցկացնելու համար, եթե երաշխավորված չլինի միջուկային օբյեկտների անվտանգությունը եւ երկրի խաղաղ միջուկային գործունեությունը։ Ռաֆայել Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը հաշված ամիսների ընթացքում կկարողանա կրկին հարստացնել ուրանը։ ՄԱԿ-ի գործակալության գլխավոր տնօրենը նշել էր, որ չկան տեղեկություններ, թե որտեղ է Իրանը թաքցրել մինչև 60% հարստացված 400 կիլոգրամ ուրանը։ Նրա խոսքով Թեհրանը պարտավոր է գործակալության տեսուչներին ցույց տալ, թե որտեղ են գտնվում այդ պաշարները։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին էլ հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերսկսել գործակալության հետ համագործակցությունը, երբ վերջինս կատարի իրեն վերապահված պարտավորությունները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ նշել է, որ ներկա պայմաններում կառույցի հետ նախկին համագործակցության վերականգնումը անտրամաբանական եւ ոչ իրատեսական ակնկալիք է։
Բաքվի եւ Մոսկվայի միջև լարվածության նոր ալիք է սկսվել Եկատերինբուրգում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության իրականացրած գործողությունների հետևանքով ազգությամբ ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիների սպանության պատճառով։ Ադրբեջանում տեղի ունեցածը որակել են ազգային հողի վրա խտրականության դրսևորում։ Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։ Գերատեսչությունից հայտնել են, որ ռուսական կողմին վճռական բողոք է ներկայացվել հունիսի 27-ին տեղի ունեցած ռեյդերի կապակցությամբ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են 2 ադրբեջանցի իրենց տներում, մի քանի մարդ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, ևս 9 ձերբակալվել են։ Դրան նախորդել էր Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով Բաքուն Մոսկվային հորդորել էր անհապաղ հետաքննություն անցկացնել եւ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բռնություն են գործադրել ադրբեջանցիների նկատմամբ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել ադրբեջանական կողմին, հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարություն է տարածել, որ փոխխոսնակ Ալի Ահմեդովի այցը Մոսկվա չեղարկվել է։ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի Միլի Մեջլիսի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ Լրատվամիջոցները գրել են նաեւ, որ չեղարկվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն պաշտոնապես հայտարարվել է, որ Ադրբեջանը չեղարկել է Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները, այդ թվում համերգները, փառատոնները, ներկայացումները, ցուցահանդեսները։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ ոստիկանները խուզարկություն են իրականացրել Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում։ Մոսկվան ցավում է Եկատերինբուրգի իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի հետ միջոցառումները չեղարկելու Բաքվի որոշումների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով կարևոր է շարունակել աշխատանքը այն իրադարձությունների պատճառների եւ բնույթների պարզաբանման ուղղությամբ, որոնք ադրբեջանական կողմի նման դեմարշի պատճառ են դարձել։ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց չկա, բայց անհրաժեշտ դեպքում այն տեղի կունենա ամենասեղմ ժամկետում։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները կապված են իրավապահ մարմինների աշխատանքի հետ եւ չպետք է երկկողմ հարաբերություններում դեմարշների առիթ դառնան։ Վարդուհի Հարությունյան, Հարևաններ։